Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Իմ ջերմ ողջույնները մեր բոլոր հեռուստադիտողներին։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Ուտեստը, որ պիտի պատրաստենք, կոչվում է հագանի, հագանիների շարքից է եւ այս տարբերակը գուգարած աշխարհի բնորոշ ուտեստ է, այսինքն գուգարքի հագանի, միսը հավի միս է, օգտագործելու ենք ղանձիլ, սխտոր, ընկույզ, մի քիչ ալյուր, մածուն եւ ձու, սա չորաթանի այդպես հումքն է, օգտագործելու ենք նաեւ չամիչ եւ ինչպես միշտ ամենակարևոր բաղադրիչը դա մեր լավ տրամադրությունն է, սերը եւ հոգու ջերմությունը։ Սրան այս համեմունքին ոչ մի բան չի կարող փոխարինել։ Եվ այսպես, հավի միսը պիտի տապակենք նախ եւ առաջ։ Նոր տապակելուց հետո նրան արդեն տալու ենք հագանիներին բնորոշ ձև եւ պատրաստման եղանակ։ Իրոք, որ յուրաքանչյուր ուտեստ պատրաստելիս լավ որակ ապահովելու ամենաառաջի գրավականը, բարեկամներ, դա լավ տրամադրությունն է։ Մոտավորապես այնպիսի տրամադրություն, ինչպիսին ես ունեմ այսօր։ Լավ տաքացնում ենք տապակը, կարագը, յուղը կամ ձեթը ըստ ճաշակի հալում ենք։ Ոչ միայն շիլան, ինչպես ասում են ռուսները, յուղով չես փչացնի, այլ նաև յուրաքանչյուր ուտեստ կարելի է ասել, որ յուղով չես փչացնի։ Բնականաբար լավ որակով սնունդ ընդունելուց հետո մենք մեր զգացողությունը էլ ավելի է լավանում։ Տապակում ենք հավի մսերը, զգուշությամբ շարում ենք մեկ շերտով։ Այսպես մեզ հարկավոր է պատրաստել, ինչպես նշեցի, չորաթանի հումքը, իսկ դա ալյուր է, ձվի դեղնուց, մածուն, շրջենք, նորից հիշեցնեմ, որ տապակելուց հետո դեռ այս միսը, հավի միսը, պիտի չորաթանի մեջ դեռ պիտի շոգեխաշենք։ Շրջելուց հետո համեմ ենք աղով, շարունակենք չորաթանի պատրաստումը, ու պայմանական ասած չորաթանի պատրաստումը, սա հումքն է, բայց իրական չորաթանը չէ։ Այսպես, տակը հիմա իջեցնում ենք մի քիչ կրակը, նախապատրաստում ենք սխտորից, ընկույզից և սամիթից պատրաստված ձեզ արդեն քաջածանոթ այդ յուրահատուկ մի համեմունքը, կտրատում ենք ընկույզը, նաև սխտորը,
Ես տեսնենք թե ինչ է կատարվում այստեղ։ Կտրենք նաև սամիթը։ Խառնենք, այս ամենին ավելացնենք աղ, համեմի սերմ և շարունակենք այսպես խառնել համերով։ Այս սրա մի մասը լցնենք այս չորաթանի, պայմանական նորից նշեմ չորաթանի հետ։ Այսպես, մնացած մասը մենք օգտագործելու ենք մի քիչ հետո։ Ստուգենք մսերը։ Ահա, կեղևապատվել է, այն ինչ մեզ հարկավոր է, դեռ չի եփվել բարեկամներ, ուղղակի կեղևապատվել է։ Մենք ապահովագրեցինք այստեղ ավելորդ արտահոսքը սննդային արժեքների։ Հիմա մենք օգտագործելու ենք արդեն ղանձիլը։ Օգտագործել ենք ղանձիլը և այս ուտեստը ղանձիլին բնորոշ համ պիտի ունենա, մի քիչ վայրի սխտորի համ, մի քիչ այդպես իրեն յուրահատուկ բնորոշ համ և կտեսնենք, որ վերջում կունենանք մի հիանալի համադրություն։ Չորաթանի մի մասը, կես մասը այսպես հավի վրա, ղանձիլը ամբողջությամբ, կծու պղպեղ մեկ հատիկ կողքը այսպես, շորաթանի այս հումքը մնացած մասն էլ շարում ենք վրան, և մեկ անկյունից ավելացնում ենք ջուր։ Մենք անկյունից, ինչ ենք ուզում սրանով մենք իրականացնել, մենք շերտ արեցինք, հավի մսի վրա ավելացրինք այդ մածունով պատրաստված չորաթանի հումքը, սխտոր և համեմունք կար մեջը, մի շերտ ղանձիլը նորից այդ, և ուզում ենք, որ այդ համերը փոխանակվեն, դրա համար հարկավոր է ծածկել կափարիչով և դանդաղ կրակի տակ շոգեխաշել։ Մեզանից կպահանջվի ուղիղ 15 րոպե, 15 րոպե հետո մենք նորից կտեսնենք, թե ինչ համային այդպես կարիք ունի, կտեսնենք, համտես կանենք և ուտեստը վերջնական տեսքով կմատուցենք։ Սպասենք 15 րոպե և ամեն ինչ կլինի պարզ։ Անցավ 15 րոպեն բարեկամներ և արդեն ուտեստը կարծեք, թե արդեն կամաց ստանում է իր տեսքը։ Հիմա ժամանակն է ավելացնելու չամիչը։ Կհամտեսենք մի քիչ աղ ավելացնենք և այս համեմունքի, ինչպես արդեն որոշել էինք, վերջի մասը վերջ ծածկում ենք 1-2 րոպե թող մնա, մենք կտեղադրենք արդեն
ափսեն, որի մեջ պիտի մատուցենք, ահա 1, 2 եւ 3, վերջ, ուտեստը արդեն պատրաստ է։ Նորից հիշեցնեմ բարեկամներ, պատրաստման եղանակը, պատրաստեցինք գուգարքի հագանի, օգտագործեցինք հավի միս, ղանձիլ, մածուն, ալուր եւ ձու, օգտագործեցինք նաեւ ընկույզ, սխտոր ու սամիտ միասին կտրատեցինք, բնականաբար աղ եւ չոր պղպեղ, ուտեստը արդեն պատրաստ է ուտեստը։ Տեղադրենք։ Սոուսը օգտագործենք, կարմիր պղպեղը կծու, այսպես, և հարգելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ, հագանիները պատրաստելիս, վերջում հացերի հացը, տապակված լավաշը, համենված և տապակված, իդեպ, ես դեռ տեղյակ չեմ, դուք չեք հուշի արդյոք աշխարհը դեռ շնորհակալություն չի հայտնել մեզ լավաշը հորինելու, ստեղծելու համար։ Եթե չի հայտնել, շուտով կհայտնի։ Հագանին պատրաստ է արդեն, գուգարքի հագանի։ Այս ուտեստը թող միշտ լինի ձեր սեղաններին բարեկամներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ունկնդրելու համար եւ ուզում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում ունենա արդյունք, իսկ այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, վերականգնենք մեր որակները, որոնք կոչվում են համառություն, միաբանություն եւ բարություն։ Հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Գուգարքի հագանի հավի միս 1 կիլոգրամ, ղանձիլ 200 գրամ, սխտոր 2 բջեղ, ընկույզ 100 գրամ, ալյուր 50 գրամ, մածուն 200 միլիգրամ, ձու 1 հատ, չամիչ 150 գրամ, աղ եւ պղպեղ։ Բարի ախորժակ։